Fake News լրատվականի զրուցակիցը համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանն է։ Բարև ձեզ, պարոն Մուրադյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Պարոն Մուրադյան, օրերս ստեղծվեց համահայկական ազգային միասնության խորհուրդը։ Նախ ինչպես ստեղծվեց խորհուրդը, ում կողմից եւ ինչ պլաններ ունի, ինչ նպատակներ ունի խորհուրդը։ Շնորհակալություն հրավերի համար, հարգելի Նանիկ։ Նախ ասեմ համահայկական ազգային միասնության խորհուրդ գաղափարը համահայկական ճակատ շարժման առաջնորդ պարոն գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի եւ հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման նախագահ պարոն Ալբերտ Բազեյանի գաղափարներն էին։ Համահայկական ազգային միասնության խորհրդի նպատակը այն է, որ այս ապիկար իշխանություններից ձերբազատվելուց հետո իշխանափոխությունից հետո պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, կոնկրետ քայլեր տարվի երկրի անվտանգության եւ ներքաղաքական վիճակի շտկման ուղղությամբ։ Այսօր մեր երկիրը այն վիճակում է գտնվում, որ իրոք մենք ունենք շատ անելիքներ կամ բազմաթիվ բացի թողումներ, որոնց շուրջ կան մեծ անելիքներ եւ համահայկական ազգային միասնության խորհուրդը այդ ամենի համար ունի հստակ ծրագրեր, որը ընթացքում կներկայացվի հանրությանը։ Եվ ովքեր են միացել խորհրդին, ձեր առաջի հայտարարության մեջ նշել եք, որ զինվորականներ են ցանկացել միանալ, տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, արդյոք կարող եք անուններ նշել, թե մինչ այժմ ովքեր են միացել եւ ովքեր են ցանկություն հայտնել, որ միանալ։ Նախ ասեմ, բազմաթիվ են հիմա անունները հստակ այս պահին ես ձեզ անուններ չեմ հնչեցնի, քանի որ մենք ունենք դեռ դիմողներ, այսպես ասեմ, շուտով այն կհրապարակվի։ Նշեմ, որ միացողների շարքերում կան թե կուսակցության նախագահներ, թե ՀԿ-ների ղեկավարներ, կան բազմաթիվ, այսպես ասած, նախկին զինվորականներ, ովքեր այժմ զինթոշակառու են, ունենք բազմաթիվ դիմորդներ մեր զինվորականներից եւ անհատ, այսպես ասած, մարդիկ են նաեւ ինչու՞ չէ դիմում մեզ։ Նշեմ, որ ազգային միասնության խորհուրդը իր արչեւ դրված բոլոր ծրագրային դրույթները ժամանակի ընթացքում կատարելու է շատ բարձր մակարդակով։ Խորհուրդը ինչ մեսիջ է հղում հայությանը, հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչ ասելիք ունի ժողովրդին։ Համահայկական ազգային միասնության խորհրդի մեսիջը հետևյալն է, որ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ինչ վիճակում է գտնվում, ինչի առջև է կանգնած եւ դուրս գա, այսպես ասած, զոմբիացված կարգավիճակից եւ միանա համահայկական ազգային միասնության խորհրդի գաղափարներին։ Գիտեք ինչ, այստեղ ոչ թե աթոռակռիվ, այլ կամ ինչ-որ չգիտես ինչի պայքար է ընթանում, զուտ ազգի փրկության, ազգի անվտանգության երաշխիքները ամբողջությամբ տապալված են։ Պետք է բոլորը միասնական համախմբվեն, մի ուժ դառնան եւ պետք է թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունները իրենց իսկ են մնացած, այսպես ասած, չհասցրած գործերը հասցնեն իրենց նպատակին, որը մեր երկրին կբերի շատ դժբախտ վիճակի մեջ կգցի։ Որն է խորհրդի հիմնական կարևորությունը, հա, եւ որ առանցքային նպատակները որոնք են։ Մինչև նշեցիք իշխանափոխությունը, մինչև իշխանափոխությունը ինչ անելիք ունի խորհուրդը եւ իշխանափոխությունից հետո ինչ ունի անելու։ Մինչև իշխանափոխությունը նախ ասեմ, խորհրդի նիստից հետո դեռ մեզ շատ դիմորդներ են
այսպես ասած դիմումներ են գալիս եւ մարդիկ են ցանկություն հայտնում միանալու, պետք է համալրենք խորհրդի կազմը ամբողջությամբ եւ համալրելուց հետո կհրապարակվի խորհրդի ողջ ցանկը, այնուհետև խորհուրդը կրկնում եմ ունի իր ծրագրային բոլոր դրույթները հերթականությամբ որից հետո ինչ քայլեր պետք է իրականացվի եւ դրանից հետո շատ փակագծեր չեմ ուզում բացել, ուղղակի կրկնում եմ, պետք է համախմբենք մեր ողջ ժողովրդին եւ դուրս գանք այս ապիկարներին դուրս շպրտելու իրենց իսկ զավթած աթոռներից։ Համահայկական ազգային միասնության խորհուրդը անվանումը իր մեջ արդեն իսկ պարունակում է հավաքական ուժը, միասնական ուժը, մեր համախմբումը, հա, բայց արդյոք այն թույլ կտա քաղաքական ուժերին եւս համախմբվելու խորհրդի շուրջը, մի կողմ դնելով իրենց սեփական ամբիցիաները։ Իհարկե, հարգելի Նանիկ, դա չի նշանակում, որ մեզ միացողները, այսպես ասած, խորհրդին միացողները պետք է, այսպես ասած, դառնան կուսակցության անդամ կամ ենթարկվեն, ոչ, բայց թույլ է տալիս իհարկե քաղաքական հայացքները բոլորը այո, այստեղ ես կրկնում եմ, սա ազգի փրկության հարց է, սա ազգի փրկության ծրագիր է, որը պետք է իրականացվի, այդքանը կարող եմ ասել։ Եվ նաև պարոն Մուրադյան, համահայկական շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը բազմիցս անդրադարձել է Հայաստան, Ռուսաստան, Իրան փոխհարաբերություններին եւ անշուշտ կարևորել է այդ փոխհարաբերությունները։ Դուք ինչպես եք պատկերացնում, ինչպես հնարավոր է վերականգնել այն փոխհարաբերությունը, որը կար մինչ այս իշխանությունները, այս իշխանությունները ամբողջությամբ տապալել են մեր, այսպես ասած, հարևան ռուս ընկերների հետ համագործակցելու, այսպես ասած, գործընթացը շատ իրենց իսկ վարած քաղաքականությամբ կարելի ասել խզել են կապերը բոլոր ուղղություններով, բայց մեր միասնական ջանքերի շնորհիվ, մեր ծրագրային դրույթների շնորհիվ մենք մշտապես ասել ենք, կրկնում եմ ես նույնպես, համահայկական ճակատ շարժումը, կուսակցությունը եւ համահայկական միասնության խորհուրդը իշխանափոխությունից հետո միանշանակ ուղղությունը, այսպես ասած, լինելու է Հայաստան, Ռուսաստան, Իրան փոխշահավետ, այսպես ասած, համագործակցության ներքո միայն մենք կարող ենք Ռուսաստանի եւ Իրանի հետ մեր համագործակցության մեր երկիրը, այսպես ասած, դուրս բերել այս ճգնաժամից, քանի որ մինչ այսօր թող ոչ մեկ չմոռանա, որ դեռ կռիվ է տալիս ռուսի զենքով, ոչ թե ամերիկացու կամ չինացու կամ այն մյուսի զենքերով, ոչ, մենք մինչ այսօր էլ եմ ասում, մեր մեծամասն մեր զինվորականները հիմնականում Ռուսաստանում են կրթվում, մեր բանակում դեռ AK-74 Կալաշնիկով զենքն է օգտագործվում։ Ինչի՞ չէ նաև շեշտենք, որ մեր հայ բնակչության մեծ մասը գնում է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնությունում, չմոռանանք նաև դա։ Այսօր այս իշխանությունները այնպես են անում, որ այսպես ասած բոլորի ոնց ասեմ, մի քիչ տգեղ կհնչի, երևի հացին վայիս ուզենան լինեն, այսպես ասած, բայց չէ, մեկ կրկնում եմ, այսօր մեր միակ բարեկամ երկրները կարող են դառնալ Ռուսաստան եւ Իրան, որոնց հետ մենք մեծ անելիքներ, մեծ աշխատանքներ ունենք հետագայում կատարելու։
Եվ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերության ամուր կապի մասին խոսում է այն, որ մենք Հայաստանը, Ռուսաստանը երկար ճանապարհ ունի իրար հետ անցած պատերազմական ուղի, հայրենական պատերազմում եւ նաեւ ռուս խաղապահներն էին, որ տեղակայվեցին Արցախում ու նաեւ նշեմ, ես որպես արցախցի նշեմ, որ այնտեղ ռուս խաղապահները 6 զինվորականներ զոհվեցին, ընդ որում 2-ը փոխգնդապետներ։ Պարոն Մուրադյան նաև կցանկանայի անդրադառնայի կուսակցության կողմից իրականացվող իրազեկման ակցիաներին, որոնք անում եք նաև գյուղարանքներում, ինչ արձագանք եք ստանում եւ ինչ ակցիաներ եք իրականացնում, շարունակական են լինելու արդյոք։ Իհարկե, ակցիաները լինելու են շարունակական, հարգելի Նանիկ, ակցիաներ իրականացրել ենք թե Շիրակի մարզում, թե Արագածոտնի մարզում, Քաղաք Երևանի տարբեր, այսպես ասած, հատվածներում իրազեկման ակցիաները հետևյալն են, իրազեկման ակցիաները նախ ծանոթացնում ենք համայնքական ճակատ կուսակցության ծրագրային դրույթներին, համայնքական ճակատ շարժման առաջնորդի, այսպես ասած, ճանաչողական զուտ նպատակով եւ տրիբունալի որոշման ծանոթացումն է նույնպես իրականացվում ակցիաների ընթացքում։ Ես ձեզ ասեմ, ակցիաների ընթացքում բազմաթիվ մեր քաղաքացիները, այսպես ասած, բողոքի իրենց նշան են արտահայտնում այսօրվա իշխանություններին եւ մեծ մասը ասեմ, որ ես ինքս զինվորական եմ, դե զինվորական կազմը ամբողջը բոլորը ճանաչում են պարոն գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, բայց ասեմ նաև ակցիաների ընթացքում մենք տեսանք եւ համոզվեցինք, որ բնակչության մեծ մասը նաև ինչու՞ չէ, գիտեն, ճանաչում են պարոն Արշակ Կարապետյանին, ոմանք թերհավատորեն են մոտիկանում, ոմանց այդ թերհավատ մոտեցող անձանց մենք ինքներս որպես նախկին զինվորականներ ներկայացնում ենք պարոն գեներալի գործունեությունը, պարոն գեներալի աշխատանքի, այսպես աշխատելավոճը։ Հարգելի Նանիկ, մենք միշտ մեր ելույթներում եւ ակցիաներում բոլոր տեղերում, երբ որ լինում են զրույցներ, մենք միշտ նշում ենք եւ հավատացեք այդպես է։ Մեր ժողովրդին նույնպես այդ մասին մենք իրազեկում ենք, որ մեր երկիրը այսօր միայն կարող է դուրս բերել այս քաոս իրավիճակից զինվորական ուղի անցած ղեկավար, խիստ ղեկավար։ Եվ այդ ղեկավարը այսօր, քանի որ քիչ ծառայություն չունենք անցած 30 տարվա ստաժ ունեմ ես, հարգելի Նանիկ, ես պարոն Կարապետյանին այսօր տեսնում եմ այդ ղեկավարի դիրքում։ Նա կարող է այս վիճակի ժողովրդին դուրս բերել, նա կարող է մեր բանակը հզորացնել, նա կարող է մեր երկիրը տնտեսապես հանել այս սննգ վիճակից։ Պարոն Մուրադյան, անդրադարձակ ձեր խոսքում ազգային հպարտության տրիբունալի որոշմանը, այստեղ կխնդրեմ մի փոքր կանգ առնենք տրիբունալի շուրջը։ Տեսեք, Արցախի կորստից հետո եւ ընդհանրապես սահմանազատումից հետո հատկապես այս մեր հանրությունը բավականին շատ մեծավ մասամբ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ինչը իրավացի է, եւ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչպես են ընդունում տրիբունալին, քանի որ տրիբունալի որոշման համաձայն մեղադրյալ է ճանաչվում Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի պատժամիջոցներ է կրելու։ Ուրեմն ես ձեզ ասեմ, ժողովրդի մեծ մասը տեղյակ չի այդ տեղեկացված չի սահմանադրական կարգի տապալման այդ, այսպես ասած, խախտման վերաբերյալ, երբ որ ներկայացնում ենք, մարդիկ ընթերցում են, կետերը կարդում են, ուղղակի գիտեք ինչ, ես մի բան կասեմ, այն մարդիկ կան, մի մասաներ կան, ովքեր մտահոգ են երկրի այս վիճակից, մասաներ կան, ովքեր պետական աշխատողներ են, վախենում են աշխատանք կորցնելուց, վախենում են ինչ-որ բաներից, բայց մենք հստակ դիմում ենք մեր ժողովրդին, հարգելիս, դու այսօր
քո աշխատանքի համար ես վախենում, բայց երկիր ես կորցնում։ Աշխատանքը այսօր դու կարող ես կորցնել, բայց գտնես այլ մեկ ուրիշ տեղ աշխատանք, բայց երկիր, եթե կորցրեցիր, չես կարող գտնել։ Մարդիկ անտեղյակ են, իրոք անտեղյակ են շատերը, բայց ոմանք տեղեկացված լինելով ուղղակի հետաքրքրված են, թե ինչպիսի պատժամիջոցներ, մենք նրանց նույնպես դա ներկայացնում ենք, որ դա լինելու է հանրային, ժողովուրդը պատժամիջոցներ են լինելու, որոնք իրականացնելու է ժողովուրդը, ժողովրդի աչքի առաջ, մնացածը բոլորը կանգնելու են պատասխանատվության առաջ, ովքեր չնչին անգամ մասնիկ այսպես այդ խախտման մեջ եթե ներառված են, տվյալ մարդիկ նույնպես պատժի մեջ են ներառվելու։ Պարոն Մուրադյան, մեր հարցազրույցի վերջում կխնդրեմ նաև անդրադարձ կատարեք այս օրերում Բաքվում կայացվող դատավարությանը, դատում են այնտեղ հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ընդհանրապես կարելի է ասել, որ մեզ են դատում, հային են դատում այնտեղ, հայի արժանապատվության են դատում եւ նշեմ, որ ձեր կուսակցությունը, Համահայկական ճակատ կուսակցությունը բազմաթիվ ակցիաներ է, նման ակցիաներ է անցկացրել ի պաշտպանություն, հաջակցություն Բաքվում պահվող հայ պատանդների, դուք ինչ կասեք, ինչպես եք տեսնում նրանց վերադարձը եւ ինչու այս իշխանությունները առ այսօր որևէ քայլ չեն ձեռնարկում։ Շատ ցավալի հարց է, հարգելի Նանիկ, այսօր մեզ համար դա մեծ ամոթ է, հայի ամենամեծ ամոթն է, որ մեր հայ այսպես ասած ղեկավարները գտնվում է մեր հակառակորդ երկրում եւ արժանանում է նրանց հալածանքներին։ Այս վերջերս Ռուբեն Վարդանյանի մի այսպես ասած հրապարակային ֆոտոշարք նկատեցի սաղ կապտուկների մեջ, ուղղակի ցավ եմ ապրում։ Գիտեք ինչ, պետք չի ես այսօրվա ղեկավարության վրա հույս չեմ դնում, որ ինչ-որ քայլեր կձեռնարկի։ Գիտեք ինչ, եթե իրանք թասիբով հայ կոչվելու իրավունք ունեն, իրենք պետք է ամեն քայլ անեին, ամեն ջանք ներդնեին, բոլորին բերեին Հայաստան, եթե պատժի ենթակա էին, պետք է իր երկրում այդ պատժիժը կրի, ոչ թե հակառակորդ երկրում մեզ վրա ծիծաղել տան։ Ռուբեն Վարդանյանը կարծիք, որ այդ մարդկանց հենց այս իշխանությունն է ուղարկել Բաքու այս պարագայում։ Այս պարագայում ես միայն մի բան կարող եմ ասել, թող մեր ողջ հայությունը, հանրությունը լսի։ Մեր ամբողջ գերիները Հայաստան կվերադառնան, շեշտում եմ, միայն իշխանափոխությունից հետո։ Այս իշխանությունների ժամանակ ընթացքում ոչ մի գերի Հայաստան չի գալու։ Իշխանափոխություններից հետո մեր ծրագրերի մեջ նաև դա ներառած է, մեր բոլոր ռազմագերիների վերադարձը Հայաստան, միայն կրկնում եմ, այս հարցը կլուծվի իշխանափոխությունից հետո։ Այս իշխանությունների ներքո ոչինչ չի լինելու։ Մեր բազմաթիվ ակցիաները, մեր բազմաթիվ, այսպես ասած, ջանքերը, որներ ենք դրել, դիմել ենք, թակել ենք տարբեր դռներ, բայց ապարդյուն։ Միջազգային հանրությունն էլ հենց այդ է ասում, է, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունից արձագանք չկա, չեմ կարող անդրադարձ կատարել։ Չկա, գիտեք ինչ, այսպիսի մի դրվագ ասեմ ես ձեզ, միջազգային կառույցներին մի հատ սենց նմանօրինակ օրինակ կարող եմ բերել, եթե ես իմ ընտանիքիս չպաշտպանեմ, ես իմ ընտանիքիս տեր չկանգնեմ, հարգելի Նանիկ, հարևանի շատ պետքն է, ոչ, հարևանի վեճը չի, ես պետք է իմ ընտանիքին, իմ հայի համար ես պետք է ջանք ու եռանդ ներդնեմ, ես իմ հայի համար պետք է կյանքել զոհաբերեմ, բայց նոր որ միջազգային կառույցը տենա դու քայլ ես անում, որ նա էլ իր քայլը անի։ Եթե տեսնում է, որ իշխանությունները տափել են իրենց տեղները եւ ոչ մի շարժ չկա, ոչ մի քայլ չեն անում,
Բնականաբար այդպես էլ պետք է լինի։ Կրկին շնորհակալ ենք պարոն Մուրադյան, այսքանով Ես էլ եմ ավարտենք մեր շնորհակալ։ հարցազրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը համայնքական ճակատ կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանն էր։